Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է, բարև ձեզ, շնորհակալություն հրընկալվելու համար։ Պարոն Ստեփանյան, 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց ընտրությունների արդյունքները, վերահաշվարկի արդյունքները նաև եւ 3 կուսակցություն է խորհրդարանում ներկայանալու։ Բարգավաճ Հայաստանը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։ Ձեր դիտարկումները որոնք են, հատկապես բարձրացված են աղմուկի ֆոնին, թե իբրև իշխող ուժը մանդատներ է գողացել ԲՀԿ-ից, Սենուժից, որը ամբողջ քարոզարշավի ընթացքում հայտնի դարձավ նաև ընտրակաշառք բաժանելով։ Ես չգիտեմ ով ինչ եւ ումից է գողացել, չգիտեմ ով ում եւ ինչքանով է գնել, բայց ես ահավոր զարմացած եմ, որ Հայաստանի Հանրապետության կես միլիոն քաղաքացի իրենց ձայնը տվել են իօգուտ նրան, որ Հայաստանի Հանրապետությունը վերանա եւ դառնա ռուսական գուբերնիա, դառնա Բելարուս։ Ես անկեղծորեն զարմացած եմ դրանից, երբ այս թվերը տեսնում եմ։ Ես գիտեի, որ այդպիսի մարդիկ կան մեր երկրում, բայց ես ցավով եմ նշում, որ նրանց քանակը շատ ավելի մեծ է, քան ես պատկերացնում էի։ Հիմա թե սա գողություն է, թե վաճառքի արդյունք է, մարդկանց վաճառքի եւ գնման արդյունք է, ես չեմ կարող ասել, թե սա գաղափարախոսություն է կներեք արտահայտության համար, հրաժարվել սեփական անկախությունից, ազատությունից եւ դառնալ ռասաստրուկ։ Ես այսօր կտրուկ եմ խոսելու, իրականությունը պետք է անվանել իր անուններով։ Նրանից հետո թե նույն երկիրը, այդ նույն երկրի ղեկավարությունը ինչ բերեցին մեր գլխին, մեր ազգի գլխին եւ առաջին հերթին մեր արցախցի հայրենակիցների գլխին։ Ես ահավոր ձևի զարմացած եմ։ Այս պատկերը շատ մտահոգիչ է եւ ես որևէ լավ բան այստեղ չեմ տեսնում։ Ես այսքանը կարող եմ ասել, ԿՊ-ի ձայների մասով որևէ վերապահում ես չունեմ։ Ես միշտ էլ ասել եմ, որ 50+1 է լինելու, ու մի փոքր չեն ձգել այդ կանխատեսմանը, բայց կարծում եմ, որ այդ սպասելի էին այդ թվերը։ Այդ կես միլիոն մարդը ձեր կարծիքով գիտակցելով է քվեարկել, որ Հայաստանը դառնա, ինչպես դուք նշեցիք, ռուսական գուբերնիա, թե այստեղ ինչ որ ուրիշ շարժառիթներ են եղել։ Սրանց մեջ կային մարդիկ, ովքեր մեկ օրով գալի քվեարկում գնում էին Ռուսաստանից, կային մարդիկ, ովքեր, այսպես ասած, ընտրատասովկաներով են այս ձայները ապահովել, իսկ հավաքական իմաստով կար այդ գիտակցումը ձեզ։ Դե հավաքականով դժվար լիներ, բայց ես վստահ եմ, որ մի մասը շատ լավ դա գիտակցում են։ Դա շատ ցավալի է, չգիտեմ քանի տոկոսը, ես սոցիոլոգ չեմ, բայց կան մարդիկ, ովքեր իրոք մինչև այսօր կարծում են, որ Հայաստանը կարող է ապագա ունենալ Ռուսաստանի կազմում կամ Ռուսաստանի տակ։ Դա իրենց ձևակերպումն է, ռուսի տակ, ռուսի պոչ։ Իրենք մտածում են, որ մենք կարող ենք այտենց գոյատևել, գիտեք։ Իհարկե կան մարդիկ, որոնք վաճառվել են, կան մարդիկ, որոնք վաճառվել են Ռուսաստանից բերվելով, կան մարդիկ, որոնք շատ լավ գիտակցում են, որ Ռուսաստանի տակ մտնելով Հայաստանը կկործանվի, բայց իրենց դա չի հետաքրքրում, իրենց ավելի շատ հետաքրքրում է իրենց պաշտոնները, որոնց իրենց խոստացել են այն փողերը, որոնք իրենք աշխատում են ձեր նշած այդ տասովկաներով, չէ՞, այնտեղ կան չէ հազարապետեր, հարյուրապետեր, փող բաժանողները, չէ՞, որոնք դե չեք լսել այդ ձայնագրությունները, այդ զզվելի ձայնագրությունները, որ ասում են դե մեր գոհարին կտան Սփյուռքի նախարար, դե արդեն բաժանում է, գոհարն էլ մեծ լավություն կանի, չէ՞, ես կգնամ շոֆեր, չգիտեմ ինչ կանեմ, չէ՞, այդ ծիծաղում եք, ես էլ կարող եմ ծիծաղալ, բայց այդ ամենը շատ ողբերգական է, որտեվ տեսեք, ինչ որ ամսական մի քանի 100 դրամ, 1000 դրամ աշխատավարձը մարդկանց ստիպում է սեփական երկիրը վաճառել թշնամուն։ Ռուսը մեզ վաղուց կարգել է թշնամի, մենք չենք ցանկանում ընդհանրապես Ռուսիայի հետ որևէ խնդիր ունենանք Ռուսաստանի հետ։ Դրա մասին եւ ժողովուրդն է խոսում, եւ հասարակությունն է խոսում, մենք ռուսոֆոբ չենք։ Բայց ինչպես է ստացվել, որ Ռուսաստանը որոշել է, որ մենք պետք է դառնանք իր թշնամին, որպեսզի ինքը իր հարցերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լուծի։ Հիմա ինչպես կարելի է այդ երկրի հետ կառուցել այդպիսի հարաբերություններ, ուղղահայաց հարաբերություններ, երբ իրենք վերևում են, մենք ներքևում ենք, եւ դա այն դեպքում եւ ոչ մի օբյեկտիվ հիմք եւ նույնիսկ օբյեկտիվության նախանշան դրա համար չկա, իրավիճակը այդպեսին չէ այսօր աշխարհաքաղաքական Ռուսաստանը այդ ռեսուրսները չունի։ Հիմա այս կես միլիոնը գնացել են ու զայնը տվել են Ռուսաստանին եւ մեր ուրախություն մեզ, հա, ավելի մեծ տոկոսը այնուամենայնիվ դա մարդիկ գտնվեցին, որոնք հասկանում էին ինչ է մեզ սպառնում
եւ իրենց ձայնը տվեցին քաղաքացիական պայմանագրին, ցավում եմ, որ շատ քչերը տվեցին իրենց ձայները արևմտամետ ուժերին, բայց այնուամենայնիվ ունենք ինչ ունենք։ Ես նորից եմ ասում, այս պատկերը շատ տխուր է։ Այս կես միլիոնը բարգավաճնել հետը, եթե գումարենք, շատ տխուր պատկեր է։ Հիմա ձեր կարծիքով Ռուսաստանը որ չի շնորհավորում, չի ճանաչում ինչ այս պահը կարելի այդպես ասել ընտրությունների արդյունքներն, ինչ որ վերահաշվարկի արդյունքների են սպասում են դեպքում, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է օրինակ ճանաչել, շնորհավորել, արձանագրել նաև այն ճնշումները, որ գործադրվել են Հայաստանի իշխանությունների վրա, սա ինչ է նշանակում։ Իրենք իսկապես մտածում են, որ Սամվել Կարապետյանը կարող է այստեղ վարչապետ դառնալ ու չստացվեց։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Եթե ես իմ համեստ փորձագիտական մակարդակով կանխատեսել եմ ընտրությունների արդյունքները, ինչը ես նշեցի, որքան գիտեմ եթերում եմ դա ասել, ես չեմ կարծում, որ իրենց FSB, KGB եւ չգիտեմ ինչերը դա չգիտեին։ Իրենք էլ շատ լավ գիտեին։ Ուղղակի իրենք հիմա դադար են վերցրել, հերթական անգամ փորձում են նույնիսկ դա դարձնել առևտրի առարկա, այդ Պուտինի օրհնանքը, Պուտինի շնորհավորանքը։ Ես հուսով եմ, որ մեր երկրի ղեկավարությունը գիտակցում է, որ դա այդ գինը չունի, որով Պուտինը փորձում է դա վաճառել մեզ եւ ընդհանրապես ոչ մի վերաբերմունք չպետք է այս հարցին ցույց տալ։ Ով է անընդհատ բարձրացնում, տեսեք այդ հարցը։ Անընդհատ իրենք բարձրացնում, տեսեք Պուտինը չի շնորհավորել, ձեն հանեք, մի բան արեք, գնացեք ասեք, տվեք, վաճառեք, զիջեք։ Ոչ մի բան պետք չի անեք, շնորհավորի։ Կշնորհավորի ընտրությունների արդյունքներն է կճանաչի, որովհետև ինքն է այսօր մեզանից կախված, ինքը պետք է մեզ հետ բանակցի։ Եթե ինքը չի ճանաչում մեր ընտրված լեգիտիմ իշխանությունը, բա ոնց է հետները բանակցելու։ Այսինքն ինքը ոչ չի փակելու այն դուռը, որը իրեն պետքա որ բաց մնա։ Սա տրամաբանություն է, բարձ, հստակ տրամաբանություն է, այնպես որ շտապել այս հարցում պետք չի, մենք ժամանակ ունենք։ Բայց փաստորեն պլանն, այսպես ասած, մինիմումը կարողացավ վերագործել, խորհրդարանում ունենալ երկու ֆրակցիա, բավականին լավ ներկայացված, որոնք իր շահերը կպաշտպանեն։ Դա պլան մինիմում չէր, դա պլան մաքսիմումն էր։ Մաքսիմումն էր։ Իհարկե, դա իրենց պլան մաքսիմումն էր, իրենք իրենց մաքսիմումին հասել են եւ մեր կես միլիոն վաճառված, խաբված, չգիտեմ ինչ արած հայրենակիցները այդ հարցում իրենց շատ լավ օգնել են։ Բան մաքսիմումին իրենք հասել են, սա է իրենց մաքսիմումը։ Իրենք հույս չունեն, որ իշխանափոխություն կարող են անել։ Ես միջև ընտրությունն էլ ասում եմ, որ միակ հնարավորությունը դա Գյումրի 2-ն է, որի հավանականությունը շատ ցածր է, այսինքն ինքը թեորիայում կար, հա, բայց պրակտիկայում շատ դժվար էր դրան հասնել, եւ տեղի ունեցավ այն ինչ սպասվում էր։ Հիմա որն է ձեր կանխատեսում, ինչ կանեն այս մարդիկ միջև հիմա չեն հայտարարել մանդատ վերցնում են, չեն վերցնում 3-6 կուսակցություն հայտարարություն տարածեց, նաեւ համատեղ գումարած Լուսավոր Հայաստան այնտեղ հայազգային կոնգրես բևեռ, ինչ քայլերի սպասենք։ Ինչ քայլերի պետք է սպասենք, հիմա աղմուկ են բարձրացնելու, հայտարարություններ են տարածելու, կարող ինչ որ դուրս գան փողոցում ինչ որ մի փոքր ակցիա անեն, մի փոքր, որովհետեւ մեծի հնարավորություն չունեն, հետո խելոք մանդատները կվերցնեն, կգնան խորհրդարան, բայց ինչ պիտի անեն։ Իրենք դրա համար են գնացել ընտրություններին, որ մանդատներից հրաժարվեն, չէ՞ սա էլ չէ կարևոր։ Իրենք կարող են մանդատներից հրաժարվել մեկ դեպքում, եթե կարողանան քրիտիկական մասը հանել փողոց։ Եթե չեն կարողանում, իսկ իրենք չեն կարողանում, իմաստը որն է մանդատ։ Ճաշում մեզ ուզում են իրենց, այդպես ասած, ապագա պատգամավորներից մեկն էր ասել, նետեն փողոցային դաշտ, որ շարունալի հետևանքներ լինեն։ Ով է ուզում նետի իրենց փողոցային դաշտ։ Հայտնի չի։ Դե միգուցե իրենց տերերը ուզում են, ես չգիտեմ, միգուցե մենք չգիտենք ինչ հրամաններ են գալիս Լուբյանկայից կամ Սմոլենսկի հրապարակից կամ Կրեմլից, միգուցե եւ հրամանը տված է։ Ես չեմ կարծում, որ նույնիսկ եթե իրենք այդ հրամանը կատարեն, շատ մարդ կարող է հավաքվել իրենց շուրջ եւ փորձի ինչ-որ բան անել։ Գիտեք, տեսեք, եթե այդպեսի բան լիներ, այդպեսի նպատակ լիներ, իրենք հենց ընտրությունների գիշերը դուրս կգային փողոցը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հաղթել են, դեռ հաշվարկը չէ։ Իրենք միանգամից ինչ ունեն, վերցնելու են ու դուրս էին գալու փողոց։ Իրենք դա չեն արել։ Իսկ իրենք եթե դա չեն արել, դա նշանակում է, որ իրենք արդեն հանգցնում են նույնիսկ այն քիչ տեղի ունեցող, հա, այսպես ասեմ, բողոքական տրամադրությունները, որոնք կարող են լինել իրենց կողմնակիցների մոտ։ Վերջի այդ մարդիկ արդեն Ռուսաստան են գնացել, արդեն գումարները վերցրել են, ծախսել են։ Կա ինչ-որ մարդկանց, ես նորից եմ ասում, սա ամենացավալին խաբված, զանգված, որը կարող է դուրս գալ, բայց իրենք շատ քիչ են, հաստատ կես միլիոն չեն։ Եվ փողով ընտրողը, տեսեք, առանց գաղափարի ընտրողը երբեք դուրս չի գա փողոց։ Եվ իրենք էլ դա գիտեն։ Հետևաբար իրենց մնում է մեկ ճանապարհ
վերացնել մանդատները եւ մտնել խորհրդարան, բայց այդ դեպքում էլ իրենց կյանքը հեշտ չի լինելու։ Իրենց հաշվարկը 1.5 միլիոն բարձր մասնակցություններ, ինչն էլ տեղի ունեցավ այս ընտրություններին, բայց Սամվել Կարապետյանը ասում է մեզ խաբել են 1.5 միլիոն մասնակցությամբ։ Սամվել Կարապետյանը աչքի են գնում բավականին մեծ ինքը հակասում է ինքն իրեն, հա, իրենք սկզբից ինչ էին ասում են, եթե շատ լինի, թե դուք ասացիք, հա, հիմա շատ եղավ, ասում են, մեզ խաբել են։ Այդպես էր ասում իրենք։ Թե ով է խաբել, լավ, չգիտեմ, թող ինքը պատասխանի, ես չեմ հասկանում ինքը ինչ ասում, անկեղծ ասում։ Իսկ ինչ տեղի ունեցավ իր հետ առհասարակ մարդով Հայաստանը վատ հեղինակություն չուներ, ինչ որ բիզնեսներ ուներ, որոշ բարեգործություններ էր արել, եկավ Հայաստան, որոշեց, որ կարող է դառնալ վարչապետ սահմանադրություն տապալելով, չգիտեմ, ուզում էր թե չէր ուզում, ու հիմա ինչ ճակատագիր է սպասվում։ Այն ինչ տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի հետ, ոչ մի նոր բան։ Գիտեք, ոչ մի բան, ես անկեղծ եմ ասում, ես ուրախ չեմ այս ամենի համար, եւ Ռուբեն Վարդանյանի մասով, եւ պարոն Կարապետյանի մասով, իրենք ուղղակի անում են այն, ինչ իրենց հրամայում են։ Եվ միգուցե ես միշտ լավ փորձում եմ լավ մտածել մարդկանց մասին եւ Ռուբեն Վարդանյանի մասին եւ Սամվել Կարապետյանի, միգուցե իրենք իրոք հայրենասիրական մաղումներ ունեն, բայց երբ քո կարողությունը կապված է, քո գոյությունը կապված է այլ երկրի դիկտատորական ռեժիմից, դու չես կարող անել այլ, քան ինչ քեզ հրամայում են, հա։ Դրա համար ոչ մի լավ բան այստեղ չկա։ Հիմա Սամվել Կարապետյանը, ես այդպես դա կնթագրեմ, պատանդ է, այս իրավիճակի պատանդն է։ Միգուցե ես ուղղակի սա որպես վարկած եմ քաշում, ես չգիտեմ, վստահ չեմ, նա ուրախ է գտնվել այսօր Հայաստանում, որտեղ չգիտեմ Ռուսաստանում իրեն ինչ է սպասում։ Իր բիզնեսների մասով, թե որ տապալեց իր առջև դրված։ Ինքը չի տապալել, ինքը արել է ամենը, ինչ իրենից պահանջվել է, ինքը ամենը արել է, ինչ կարողացել է։ Այսքանն էր պետք Մոսկվային։ Չէ, Մոսկվային պետք էր իշխանափոխություն, բայց Մոսկվան հասկանում է, որ դա հնարավոր չէր, հա, մեր ժողովրդի հասարակության ուղեղը այդ աստիճանի իրենք չեն կարողացել լվալ։ Փառք Աստծո, որ մենք ունենք մեր ժողովրդի ներսում քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք հասկանում են, որ ազատությունը դա բացարձակ արժեք է, որ ամենակարևոր հանգամանքը, որպեսզի վաղը քո երեխաները ապրեն բարեկեցիկ եւ ասած, դա քո այսօրվա ազատությունն է եւ քո երկրի անկախությունն եւ ինքնիշխանությունը։ Եվ այդ բոլոր ORT-ները, 5-րդ շարասյունը, այդ ծախվածները, գնվածները, այդ աղբը, որը լցվել է մեր քաղաքական դաշտ, իրենք ինչքան էլ աշխատել են, իրենք չեն կարողացել այդ 700-800 հազար քաղաքացու ուղեղները լվալ։ Եվ այդ քաղաքացին որոշեց, հա, ընտրությունների արդյունքները։ Ստե Սամվել Կարապետյանը ինչ կարող է։ Սամվել Կարապետյանը իրենց ինչ հասնում էր արել է, բերել է փողերը, բաժանել է, գնել է, աշխատել է 300,000 վերադարձող ադրբեջանցիների մասին արհեստական բանականությամբ ռոլիկները բերել է, լցրել է համացանց, տերորի է ենթարկել, մեր հայրենակիցներին ահաբեկել է, իրենք ամեն ինչ արել են, ինչ կարողացել են։ Այս պարոնայք էլ, այս որոնց որ դուք տեսնում եք, իրենց հերթին ընդեղից են ամեն ինչ արել։ Մաքսիմումը մարդիկ արել են, բայց չստացվել։ Եվ չէր էլ կարող ստացվել։ Դրա համար հիմա ես չեմ կարծում, որ ինքը անձնական խնդիրներ կարող է ունենալ, բայց բիզնեսների մասով ամեն ինչ հնարավոր է հաշվի առնելով, որ Ռուսաստանը շարունակում է գլորվել դեպի անդունդ եւ դա պայմանավորված է Ուկրաինայով։ Գլոբալ իմաստով եթե նայեք, քաղաքացիական պայմանագրին 700,000-ից ավել մարդ է ձայն տվել այն օրակարգին, որը վարչապետը տանում էր խաղաղության օրակարգ, հարևանների հետ բարեկեցիկ հարաբերություններ, բայց ընդդիմությունը տանում էր այն օրակարգը, թե Հայաստան գալու են 300,000 ադրբեջանցիներ, թրքացման ենք գնում, ամեն ինչ տանում են այդ ուղղությամբ, որ Հայաստանը շատ ավելի վատ դիրքերից է բանակցում, իրենք կան ավելի լավ է լինելու, ընդհանուր Ղարաբաղն հետ բերելու, այդպես էլ Ղարաբաղի հայերին էին ասել, ցույցերի ժամանակ երբ խոսեցնում էր իրենց, Քոչյանին են կնդրելու կամ Կարապետյանին, որ հետ գնանք Ղարաբաղ։ Ինչ է կարծում ես հարցի շահարկումը ընդհանրապես եւ հասարակությանը իրար դեմ տրամադրել այս Ղարաբաղի հարցով դեռ ինչքան պետք է շարունակվի ու որն եք տեսնում դուք սրա հանգուցալուծումը ի վերջո։ Այնքան է շարունակելու, որքան գնում է քաղաքական պայքար ռուսամետ ուժերի, Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային ուժերի միջև, որոնք այս պահին ձևավորում են իշխանություն։ Դա երկար է տևելու եւ միշտ էլ օգտագործելու են իրենք դա։ Ես հուսով եմ, որ ուղղակի մեր արցախցի բարեկամները, մեր հարազատները, մեր հայրենակիցները վերջը կհասկանան, որ իրենց օգտագործում են
եւ ուղղակի կընդունեն այն ինչ տեղի է ունեցել, այնպես ինչպես օրինակ ընդունել են Բաքվի հայերը, ինչպես ընդունել են Ադրբեջանի հայերը, որոնք մի մասը գնացել է չդիմանալով, այս ամենին մութուցուր տարիներին, մի մասը դարձել է օրինակ ինչպես ես Հայաստանի Հանրապետության պարտաճանաչ քաղաքացի։ Եվ այսօր ես այլ տեղ, քան Հայաստանը ինձ համար, իմ երեխայի, իմ ընտանիքի ապրելու համար չեմ տեսնում։ Եթե իրենք էլ գան դրան, այդ մտքի եւ դառնան Հայաստանի Հանրապետության լիիրավ պարտաճանաչ քաղաքացիներ իրենց բոլոր իրավունքներով, այդ հարցը կփակվի։ Եթե իրենք հասկանան, որ իրենց օգտագործում են, որ իրենց խափում են, որ ոչ մեկ չի կարող Ղարաբաղը հետ բերել այլ ճանապարհով, քան պատերազմ, որ պատերազմով Ղարաբաղը հետ բերել ինքնասպանություն է մեզ համար, որ պատերազմով Ղարաբաղը հետ բերելը մեզ համար արժանալու է հազարավոր եւ տասնյակ հազարավոր կյանքեր, ինչը ամենաթանկն է մեզ համար։ Ոչ մի տարածք չարժի մարդկային կյանքը։ Մանավանդ մենք, որ մենք մի քանի տարի առաջ կորցրել ենք 4000 երիտասարդ կյանք։ Սա մեզ համար ողբերգություն է։ Մենք պետք է զարգանանք, պետք է ապրենք, պետք է բազմանանք այս տարածքում, մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունը։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդ Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ ինքնաշխատությունը լինի բոլորիս համար բացարձակ արժեք։ Այն ժամանակ, երբ Արցախից ժամանածները բոլորը կան մարդիկ, որոնք հասկացել են դա, անձամբ ճանաչում եմ եւ ողջունում եմ։ Երբ նրանք դա հասկանան, այդ խնդիրը կփակվի։ Միչև իրենք դա չհասկանան եւ փորձեն այս մարդկանց հետևից գնան, ինչ պատճառաբանություններով դա շարունակվելու է։ Այդ տարիների թույնը, որ իրենց տվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իշխանությունների դեմ, մենակ հասկանալով ձեր կարծիքով հնարավոր կլինի գալ։ Դե տեսեք, տարիներով թույն է ներարկվել, բան չունեմ ասելու, բայց հիմա իրողություն կա, չէ, Հայաստանում։ Կա իրողություն, չէ։ Ու բոլոր հնարավորությունները կան, ընդհանրապես պետք է ամեն մեկը զբաղվի իր գործով եւ ապրի, զարգացնի այն, ինչ կա։ Իրենց բոլոր հնարավորությունները տված է մեր երկրում։ Այն հնարավորություններն են տված, որ ոչ ադրբեջանահայերին են տվել, ոչ Սիրիայից փախստականներին են տվել, չէ, որևէ մեկին այդպիսի հնարավորություններ չեն տվել։ Պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի իրենց օգնի, եւ դա անում է մեր հաշվին, Հայաստանի Հանրապետության քաղաք, եւ մենք դրան դեմ չենք։ Հետեւաբար իրենք պետք է ուղղակի լինեն շնորհակալ, վերցնեն այդ ինչ ես տալիս են, դառնան մեզանից մեկը, մեզ հետ հավասար, աշխատենք այս պետությունը, որպեսզի այս ազգը վերջը ինչ որ նպատակների հասնի։ Այն է ապահովի իր սեփական ինքնիշխան գոյությունը այն տարածքում, որը իրենն է։ Այլ բան մեզ պետք չի։ Սա է մեր բարգավաճման ճանապարհը։ Ուրիշ ճանապարհ, ուրիշ տեսլական չկա եւ չի կարող լինել։ Արևմտյան Հայաստանը մեր զարգացման տեսլականը չէ։ Արցախի վերադարձը մեր զարգացման տեսլականը չէ։ Ինչն էր խանգարում մեզ այդ նույն բանը անենք միջև Արցախի կորուստը։ Բանը անենք։ Ինչի՞ էս պարոնը չի արել օրինակ։ Ինչի՞ չի արել։ Բա թող աներ։ Մերն ա եղել, մեր բանակն ա եղել կանգնած։ Ինչի՞ են թալանել միայն այդ տարածքը։ Բա թող անեին, որում չգիտեին, չէ՞ մի բան որ չեն արել։ Բա հիմա ինչի են իրենց դնում սրբի կույսի տեղ։ Իդեպ ինչու հենց Ծառուկյանը Քոչարյան ընտրություններից անմիջապես հետո փորձում էին երկիրը լքել ձեր կարծիքով, ասում են մի քանի օրով իհարկե, թե Սամվել Կարապետյան տնային կալանքի տակ եկուցե, թե չլիներ ինքն էլ։ Սա չի խոսում արդյոք այն մասին, որ այս մարդիկ միայն Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, ուղղորդվածությամբ ու շահերով չեն առաջնորդվում, ընտրությունները վերջացան, ինչ որ գործեր առաջացան Ռուսաստանում։ Բոլորի մասով չեմ կարող ասել, բայց Ռոբերտ Քոչարյանը ակնհայտ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, ինքը բացարձակապես Ռուսաստանի շահերով է առաջնորդվում եւ ինքը դա չի թաքցնում։ Իր բոլոր ասորիստներում ինքը դա է ասում, հողիվ կերպով ասում է Ռուսաստանի շահն է կարևորը։ Ինքը նես տպավորությունով կոպերկենի տեղast է աշխատում։ Երևի գնում էր ինչ-որ զեկուցագրեր ուներ տալու, փոխանցելու, ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ հախ ու հաշիվներ ուներ այնտեղ բարձր, չեմ կարող ասեմ։ Միգուցե փախչում էր ուղղակի։ Ես չգիտեմ իր տակը ինչքան կեղտ կա այս պահին, չգիտեմ քանի հատ քրեական գործ կա, որ կարող են բացել, չգիտեմ ինչի համար կարող են նստեցնել։ Գիտեք, ես ուղղակի մի վարկած առաջ քաշեմ, սա իմ անձնական վարկածն է, ես միշտ դա ասել եմ։ Մարտի 1-ի սահմանադրական կարգի տապալման փորձը դա ամենակիչն է, ինչում կարելի է մեղադրել պարոն Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանին կարելի է մեղադրել շատ ավելի լուրջ հանցագործությունների մեջ, բերեմ միայն մեկը տասնյակներից։ Դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վաճառքն է, ինչով ինքը զբաղվել է նախագահի պաշտոնում, հա, իր բոլոր այդ երկու լեգիսլատորայի տարիներին։ Եթե այդ մեղադրանքը իր առջև բերի դրվի, ինքը անենց անստելու, որ երբեք դուրս չի գալու բանտից։ Ես դրանով վստահ եմ։
Միգուցե հիմա իշխանությունը որոշել է գնալ այդ ճանապարհով, ես չգիտեմ։ Օրինակ վարչապետի խոսույթը հենց դրանն է ուզում գայ վերջին շրջանում, որ իրենք չեն պլս տալու, ացինկակային ասելով մեջբերում եմ իր խոսքերը, շատ են իշխանություններին մեղադրում, այդ թավշյա քաղաքականության հետ կապված ակնկալելի է, որ օրինակ առաջիկա 5 տարիների ընթացքում դե վարչապետն էլ ասում էր տվեք ինձ այդ մանդատը, կլինեն ավելի կոշտ քայլեր, գործողություններ, այնպիսիք, որոնք որ չեն արվել միջև։ Ես կարող եմ ձեր հարցին այսպես պատասխանել, ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչ է անելու, ինչ չի անելու։ Ես կարող եմ ասել, որ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ընտրող սպասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական խոստումները կկատարի։ Այդ թվում կախված հանցագործների իրավական առումով մեկուսացման հետ, դատելու հետ եւ իրենք պետք է պատասխան տան իրենց արածների համար եւ պետք է վճարեն դրա համար։ Պետք է այն գողունը, որը թալանվել է Հայաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետության վաճառված ինքնիշխանությունը պետք է վերադարձվի։ Եվ դրա համար իրենք պետք է պատասխան տան։ Ես դա եմ ակնկալում Նիկոլ Փաշինյանից, չգիտեմ կանի թե ոչ, չեմ կարող ասել, բայց ակնկալիքը դա է։ Եվ ես տեսնում եմ, որ այդ առնվազն 749,000 քաղաքացին, որոնց իրենց ձայնը տվել են քաղաքացիական պայմանագրին, իրենք ակնկալում են նույնը։ Իսկ ինչ սпасել մեր խորհրդարանից ամփոփելով առաջիկա 5 տարիներին։ Ոչ մի լավ բան, սпасել այն, ինչ եղել է 21-ից 26-ը։ Իրենք հերթական անգամ խորհրդարանը վերածելու են կրկեսի, հա, կրկեսը, որ պարոն Կարապետյանը կառուցում է, վերականգնում է, դե չի լինել, խորհրդարանում է լինել, ես դրանով վստահ եմ։ Հայ հոյանքներ, շշեր, ծեծկրտուկ կլինի անպայման։ Ամենակարևորը չի լինի քաղաքական միտք։ Այս պարոնեք ունակ չեն գերարացնել քաղաքական միտք։ Այն դեպքում, երբ Հայաստանը այդ քաղաքական մտքի կարիքը ունի եւ ունեցել է բոլոր տարիներին, մեր բոլոր այդ խնդիրների, մեր ցավերի պատճառները դա քաղաքական մտքի պակասն է եղել այդ բոլոր տարիներին։ Երբ մարդը, որը զբաղեցնում էր օրինակ նախագահի աթոռը, ոչ միայն ինքը ընդհանրապես զանգում էր Մոսկվա։ Եվ սեփական քաղաքական միտքը, սեփական հայեցակարգը Հայաստանի զարգացման տեսլականը չուներ։ Նույն բանն է լինելու։ Նորից իրենք փորձել են խորհրդարանի դերը զրոյացնել, դարձնել հայ հոյանքի ինչ որ տեղ, որտեղ լինելու են փոխադարձ մեղադրանքներ, իրենք ու իշխանությունը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնելու, եւ դրա համար մեր գրպաններից, հարկատուների գրպաններից ստանալու են վարձատրություն։ Ինձ այս մարդիկ բոլորովին պետք չեն խորհրդարանում, ես ցավում եմ, որ իրենք հայտնվել են խորհրդարանում, բայց դե կես միլիոնը թող պատասխան տա, որոնք իրենց բերել են խորհրդարան, ինչի համար են բերել։ Դե մի մասը գնացել է արդեն Հայաստանից գալիս ընդ։ Դե մնացածը չգիտեմ ինչքան է, 350,000-ն է, 400, իրենք պատասխան տան։ Թող իրենք այդ հարցի պատասխան տան, թե մարդիկ ինչ են անելու խորհրդարանում, ինչպես են պահպանելու, ինչպես են պաշտպանելու իրենց շահերը, որ այդ մանդատը տվել են սրանց։ Սրանք էլ հիմա ասում են վերցնենք, թե չվերցնենք։ Դու գիտեք, ամեն ինչի համար պատասխանատու ենք մենք, ընտրողներս։ Հայաստանը ժողովրդավար երկիր է։ Պետք չի մեղադրել վերևներին։ Մենք գնացել ենք եւ ընտրել ենք։ Ես միշտ դա ասել եմ։ Եվ 20 թվականի պատերազմի համար ենք մենք պատասխանատու, եւ 22-ի համար ենք պատասխանատու, եւ Արցախի հայաթափման համար ենք պատասխանատու։ Հիմա մենք պատասխանատու ենք, որ սրանք եկել են խորհրդարան։ Եվ գոնե ես ուրախ եմ սա ֆիքսել, որ մեր հասարակության մեծամասնությունը եղել է այնքան ողջամիտ, որ թույլ չի տվել, որ սրանք դառնան իշխանություն։ Որտեղ այդ դեպքում մեր երկրը երկած կլիներ, որպես ինքնիշխան պետություն, որպես Հայաստանի հանրապետություն։ Ես դրանում վստահ եմ։ Կարողացել ենք ամենավատ սցենարից խուսափել, բայց այն ինչ ունենք, անձամբ ինչ չի մխիթարում։ Դե ասում եք մեծամասնությունը, իրենք էլ ինչ են ասում այդ մեծամասնությանը 5 տարի շարունակ են 600,000 քվեարկողներին էին ասում գյուղաբնակները քվեարկեցին, ընտրեցին, հիմա արդեն 700+1000-ին են ասում, որ գյուղի մարզերի մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները որոշեցին, այսպես ասած, էլիտար մասայի ճակատագիրը։ Դե թող ասեն, հիմա ասելով չի, գիտեք, ասելով չի, աշխատանքը պետք է երևա։ Թող մտնեն խորհրդարան, թող մանդատները վերցնեն եւ ապացուցեն, որ գյուղական բնակչությունը, ինչպես իրենք ասում են, սխալվել է։ Թող գան, թող օրենքներ մշակեն, թող իշխանության հետ նստեն երկխոսության սեղանի, թող թելադրեն, քիչ մանդատ չունեն դրա համար, թող օրակարգ թելադրեն։ Օրինակ ինչպես են իրենք տեսնում մեր հարաբերությունները Արևմուտքի հետ։ Թրիպի մասով, ինչպես են տեսնում մեր Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը, նոր աշխարհակարգում, որը ձևավորվում է, շատ հարցեր կան։ Թող կան խոսեն, թող առաջարկեն։ Սոցիալ-տնտեսական կյանքում բազմաթիվ խնդիրներ ունենք, Երևանում բազմաթիվ խնդիրներ, թող կան, ով է բան ասում իրենց, թող աշխատեն եւ թող ցույց տան, որ մենք սխալ ենք, որ ես հիմա սխալ եմ, բայց իրենք դա ցույց չեն տալու։ Իրենք նորից կապիկություն են անելու խորհրդարանում։
Եվ մենք ուղղակի նստելու ենք, հետևենք այդ ամենին զզվանքով, նողկանքով եւ ես դանապես աշխարհին ժողովի նիստերը վաղուց չեմ նայում։ Դեռ մեջը բան չկա, նայելու բան չկա, քաղաքական միտք չկա, օրակարգ չկա, պարունակություն չկա, ինչ է նայես։ Ես ուրախ կլինեմ սխալվել, թող ցույց տան եւ ապացուցեն, որ իմ նմանները սխալ են, իսկ իրենք ճիշտ են։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, զրույցի համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար